ցանկացած երևույթ պիտի գնահատվի հանրայնորեն իր վտանգավորության աստիճանով։ Հիմա եկեք հարց տանք, ենթադրենք Գարեգին Վեհափարը ունի զավակ, նրա աղբերն էլ KGB-ի գործակալ է։ Իդեպ ասեմ, որ նույն տրամաբանությամբ տպվել է, որ կառավարության ներսում անգամ մականունն է տպվել, մորուք մականունով գործակալ կա, եւ լիքը ձև բաներ կան, որ տպվելով չի, եւ նաեւ լիքը ենթադրություններ կան, նաեւ քայլերից դատելով։ Բայց այսպես վարվենք։ Ես կրկնեմ իմ նախորդ միտքը, որ ասել էի, չի կարող բուժումն ավելի վատ լինել, քան հիվանդությունը։ Ենթադրենք այդ մեղադրանքները ճիշտ են։ Հիմա Գարեգին երկրորդի զավակ ունենալն ավելի ազգակործան, եկեղեցակործան, պետականակործան, թե ամբողջ ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Մյուս կողմից, եթե զավակի հարց, այսինքն հարցը դրվում է բարոյականության դաշտում, որտեղ դա բարոյականության դաշտում է, դա եկեղեցու ներքին խնդիրն է, մեզ համար դա բարոյականության հարց է, ապա անձ, ով անօրինական 4 զավակների հայրը, գոնե ինքը չպետք է բարձրացնել այդ հարցը։ Ի վերջո ինքը նույն տրամաբանությամբ ոչ պետական գրանցված գրասենյակի միջոցով ոչ պսակով չի ամուսնացել։ Իսկ նշանակում է այստեղ կա եւս, եթե նայենք այդ ավանդական բարոյականության տեսակետից, կա դրա խախտում, այսինքն Նիկոլ Փաշինյանը այն անձը չի, որ այս հարցը պիտի բարձրացնի։ Նույնը, եթե ինքը գտնում է, որ KGB-ի գործակալ լինելը վատ է, այն չի ուղարկում տասնյակ եւ տասնյակ Հայաստանի քաղաքացիներ նույն KGB-ի ակադեմիայում ուսանելու եւ նրանց կողմից հավաքագրվելու, կամ ինչի այդ նույն KGB-ի գործակալներ, իսկ ասեմ տարիներին աշխատած KGB-ի բոլոր անձինք անգամ Հայաստանում ովքեր որ աշխատել են, եղել են մաստրա, բնականաբար սսեմ KGB-ի մասն եղել, որ իր հաջորդը ռուսական FSB-ն է, բայց ինչի նրանց այդ հարցերը չի լուծում։ Գիտեք, սա պարզապես, ինչ ասեմ, բուն հարցերից շեղելու, ժողովրդին զբաղացնելու այն ընթացքում, երբ որ մենք տեսնում ենք, որ նրա բոլոր քաղաքական այսպես ասած ծրագրերը ձախողվել է եւ նաեւ ինքն է սպասարկում օտարերկրաշահերին Հայաստանի Հանրապետությունում օտարերկրաշահերի թիվ մեծ սպասարկում դա Նիկոլ Փաշինյանն է դա միանշանակ է ծառը պտուղից է իմացվում նրա գործողությունները սպասարկում են մեր թշնամուն եթե անգամ Էզրասը KGB-ի գործակալ է ուրեմն պիտի ասվի թե նրա գործողություններից որոնք են վնաս բերել իսկ Նիկոլ Փաշինյանի գործողությունները վնաս բերել են մասնավորապես 2020-ի պատերազմի ժամանակ որպես գլխավոր հրամանատար իր բազմաթիվ սխալները իր տնտեսական ձախողումները իր խոստացած եւ չիրականացած ծրագրերը իդեպ այստեղ ուզում եմ անդրադառնալ մի թյուր տեսակետի անընդհատ մեր սիրում են քպականներն ասել ժողովրդի կողմից ընտրված վարչապետ սուտ եք ասում ինքը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ չէ որովհետեւ ինքը մի ծրագրով է առաջ եկել քվեներ ստացել է այդ ծրագրի համար ոչ մի մուկ ոչ մի ջուկ չի պլստա Ղարաբաղը Հայաստանը եւ նման կոչերով եւ նաեւ ծրագիրը կարելի համատել եւ անում է դեռիվ հակառակը սա նշանակում է ինքը խաբել է ժողովրդին եւ ժողովրդի քվե չի ստացել որովհետեւ կրկնում եմ քվեն չի տրվում անձին քվեն տրվում է ծրագրին իսկ ինքը այսօր իրականացնում է այդ ծրագրի տրամագծորեն հակառակ քայլեր